Նախագծի հովանավոր Մոնտե Մարկետ։ Անի ջան, էսուր։ Մոնտե Կարլո, Արմեն ջան։ Ես էլ Մոնտե Մարկետ։ Նոր խանութ, նոր Հոլիվուդում, հայկական տեսականի, միրգ բանջարեղեն, թարմ մսամթեր եւ համով խորոված։ Մոնտե Մարկետ, մաչելի գներ, հաճելի սպասարկում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Ապացուցված է, որ չկա աշխարհում ավելի դանդաղ երևույթ, քան շախմատ խաղացող կրիան։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում Armenian Evening հաղորդաշարը։ Այսօրվա մեր հաղորդումը լինելու է շատ յուրահատուկ, շատ տարբերվող, որովհետև մեր հյուրը նույնպես տարբերվող է։ Այնպես որ, սիրելի հեռուստադիտողներ, դուք այս պահին դիտում եք Armenian Evening, մենք այս պահին սկսում ենք մեր ծրագիրը։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է Մոնտե Մարկետը, հայկական տեսականի, թարմ միս մսամթեր, միրգ, բանջարեղեն, մի խոսքով ամեն հայկականը կա այս խանութում, որի անունն է Մոնտե Մարկետ, եւ հեռախոսահամարն է 818 855 1188։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը։ Հրաշալի ժամանակ այստեղ կարող եք անցկացնել թե ձեր ընտանիքով, թե ձեր ընկերներով, որովհետեւ այստեղ կան լողավազաններ տաք հանքային ջրով։ Մի խոսքով օգտակար, հաճելի, լավ ժամանցը ապահոված է հենց Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրում։ Հեռախոսահամարն է 760 329 6033։ Մեր նախագծի գործընկերն է 911 Detox Center կազմակերպությունը, որը օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն, վերադարձնում է լիարժեք կյանքի բառի բուն իմաստով։ Այնպես որ եթե կա խնդիր, եթե ունեք վնասակար սովորություններ, ունեք կախվածություն եւ ցանկանում եք ձերբազատվել, 911 Detox Center-ը հենց ձեզ համար է։ Հեռախոսահամարն է 409 9000 911։ Ես շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին եւ ընդամենը մի քանի վայրկյանից սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, այսօր Armenian Evening նախագծի հյուրն է Հայաստանի նարդու ազգային ֆեդերացիայի նախագահ, աշխարհի չեմպիոն եւ գաղափարագիր, մի շարք միջազգային մրցաշարերի մրցանակակիր, Հայաստանի միակ քառակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, պարոն Խաչիկ Մելիքյանը։ Բարև ձեզ, Խաչիկ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ անչափ հրավերքս չմերժելու համար եւ այսօրվա երեկոն միասին անցկացնելու։ Ես եմ շնորհակալ։ Խաչիկ ջան, մենք իհարկե կզրուցենք բնականաբար այսօր մեր թեման լինելու է նարդու մասին, նաեւ իհարկե կզրուցենք ձեզ որպես անհատ, որովհետեւ ձեր անհատ լինելը նարդու առհասարակ մեր հայաստանյան նարդու շատ մեծ է։ Գաղտնիք չէ, որ նարդին ինքը յուրահատուկ առանձնահատուկ սիրված է, հա, մեր ժողովրդի կողմից, որովհետև դե գիտեք, ոնց էր առաջներում երբ ինտերնետ չկար, մարդ գնում էր հյուր, ասում մի հատ նարդի չկա, մի հատ նարդի գցենք։ Հիմա դե փոխվել։ Հիմա ճիշտ ասած փոխվել է ամենը։ Հիմա առաջինը որ գնում են Wi-Fi parole-ն են հարցնում, բայց ինչևէ, ինչու՞մն է յուրահատկությունը սերը մեր հայերի դեպի նարդին։ Շատ ուրախ եմ հույր ընկալվելու համար, պարոն Արմեն։ Այո, ես կներկայացնեմ նարդին հայկական ավանդական կարճ եւ երկար խաղաձևերից եւ կներկայացնեմ միջազգային backgammon խաղաձևը, որը ամբողջ աշխարհում, աշխարհի գրեթե 50-55 պետություններում խաղում են նարդի։ Սկսած Ճապոնիայից, վերջացած մինչև
դեպի մեր կողմերը Հայաստան։ Այո։ Ուրեմն նարդին ունի մոտ 5000 տարվա պատմություն, որը որ ստեղծվել է Պարսկաստան եւ Հնդկաստան այդ տարածաշրջանում է ստեղծվել։ Եվ այդ ժամանակ նարդին խաղացել են 3 հոգով, եռակողմ նարդի է եղել։ Այո, եռակողմ նարդի։ Վերջին տարիներին 5-6 տարի առաջ հեթանոսական տոնի հետ կապված, եթե չեմ սխալվում, սեպտեմբերի 22-ին հեթանոսների միության նախագահ Ներսես Ներսիսյանը Գառնի տաճարում անցկացրեց եռակողմ նարդի, որը որ շատ դժվարությունների հետ է կապված, եւ 2 տարի անընդմեջ չեմպիոնության տիտղոս պետք է նվաճվեր, հասկանային եռակողմ նարդու չեմպիոնով է լինելու Հայաստանում։ Բնականաբար ինձ բախտ վիճարկվեց առաջի տարին գրավեցի երկրորդ տեղը, երկրորդ տարին գրավեցի առաջի տեղը։ Բայց պրակտիկորեն դա Հայաստանում չի օգտագործվում, չի կիրառվում, չի խաղացվում։ Բայց մեր Հայաստանի Երևան քաղաքի վերնիսաժում եւ այստեղ էլ Գլենդել քաղաքում մենք ունենք նարդու շախմատի խանութներ, որտեղ վաճառվում է եռակողմ նարդի։ Բայց այնտեղ միանշանակ պետք է դա հասկանաս եւ կարողանաս խաղաս։ Շատ լավ, պարոն Խաչիկ, մենք իհարկե կզրուցենք անպայման ավելի մանրամասն նաեւ այստեղ, Միացյալ Նահանգներում նարդին որքան էսպես տարածված, որքան են այստեղ խաղում, ինչպես նշեցիք, արևելքից է փաստորեն թափանցել նարդի 4-5 տեսակ, այսինքն կար տարբերակ, բայց մենք գիտենք երկու տարբերակ, չէ՞, կարճ եւ երկար։ Թե ես սխալվում եմ։ Դուք գիտեք երկու տեսակ, ես գիտեմ 10-ից ավելի տեսակ նարդու խաղատախտակի վրա խաղաձևեր։ Բայց երկուսն են խաղում։ Այո, ես Հայաստանում որպես Հայաստանի Ֆեդերացիայի նախագահ անցկացնում եմ աշնանը Հայաստանի առաջնություն, իսկ գարնանը անցկացնում եմ Հայաստանի գավաթի խաղարկություն։ Կարճ եւ երկար խաղաձևերից։ Մենք Հայաստանում խաղում ենք կարճ միջազգային խաղաձևը, իսկ երկար խաղաձև մենք խաղում ենք ավանդական հայկական երկար տեսակը, որը որ ընդունված է բոլոր տեղերում, բոլոր բնակարաններում, բակերում, որ խաղում են։ Պարոն Խաչիկ, ես գիտեք ինչ եմ հիշում, երբ ես մի երիտասարդ ավելի մի քիչ փոքր տարիքում եմ, միշտ հիշում եի այն ժամանակ ավելի շատ երկար էին խաղում։ Կարճը ոնց որ ավելի պրիմիտիվ, ավելի նոր, որտեղ ես որ փոքր էի, դե բնականաբար ծնողը խաղում էր, ծնողի ընկերներ, հայրիկը եւ այլ, մի խոսքով միշտ երկար էր շատը։ Գուցե սխալվում եմ, բայց կարճը ավելի չէ, եթե մի քիչ պատմությունը համդեպս ուսումնասիրենք։ Ինքը ավելի բարդ խաղա, քան թե երկարը։ Բայց ինչու ես գուցե սխալվում եմ, որ ավելի շատ երկար կարճ սկսեցին վերջերս, վերջերսի նկատի ունեմ վերջի մի 20-30 տարի ավելի շատ սկսեցին, քան մինչ այդ էր։ Ես հիմա նարդու ոչ թե գաղտնիքների, այլ պատմության Հայաստանը երբ է դարել միջազգային ասպարեզ մտել, նարդին աշխարհի ֆեդերացիան ստեղծվել է 1975 թվականից Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Միջազգային նարդու մասին է խոսքը Լաս Վեգաս քաղաքից։ Հայաստանի նարդու ազգային ֆեդերացիան հայտ է ներկայացրել նարդու աշխարհի ազգային ֆեդերացիա եւ անդամակցել է աշխարհի նարդու ֆեդերացիայի։ Դա կարճ խաղաձևի մասին է խոսքը։ Եվ 1991 թվականից Հայաստանում անց է կացվում նարդու կարճ եւ երկար, կարճ միջազգային խաղաձև, իսկ երկարը մեր ավանդական երկար խաղաձևը։ Եվ մենք մինչև այսօր ամեն տարի աշնան անցկացնում ենք Հայաստանի առաջնություն։ Եվ մենք ունենք առաջնության հաղթողներ եւ ունենք շատ լավ խաղացողներ, ովքեր կարողանում են մասնակցել իրենց գիտելիքներով, իրենց խաղի փայլուն խաղալով, խաղաձևով մասնակցել աշխարհի, Եվրոպայի եւ մի շարք միջազգային մրցաշարերին։ Ես մի հարց ունեմ, գիտեք, մենք սովորենք զառը գցում ենք ձեռքերով, ճիշտ է, չէ՞ այդպես։ Բայց ես մի նկարահանման էի, երբ այնտեղ նկարահանման մեջ պետք է ցույց տանք ոնց որ նարդ ենք խաղում եւ փոքրիկ այսպես նարդ էր, որտեղ արքի մեջ չէին այսպես զառը գցում։ Դա է ճիշտը, թե այնուամենայնիվ ձեռքով։ Չէ, մի ժամանակ ես ձեզ ասեմ, այն սկզբնական շրջանում 91 թվականին, որ առաջի անգամ Հայաստանի առաջնությունն ենք մենք անցկացրել, այն ժամանակ ձեռքով էր գցվում, բայց հետո կանոնները փոխվեցին, որ ավելի վստահություն դիմացինի նկատմամբ դու ձեռք բերես, բաժակներով են սկսել զար գցելը, դա բոլոր աշխարհի բոլոր պետություններում, բոլոր միջազգային առաջնություններում բաժակը դա պարտադիր է։ Պարտադիր է։ Որտեղ որ մրցումները անցկացվում են, դա միջազգային կանոնակարգով անցկացվող մրցաշարեր են։
Դրանից բացի վերջին մի քանի տարիների ընթացքում բաժակից բացի կա այսպիսի մի քառակուսի ոնց որ ասած, քառակուսի այսպիսի մի գործիք, սարք, զարեր խառնելու դեպքում Արմեն ջան, խնդրում եմ դրեք այդտեղ, հա, այսպես զարերը նետում ես դրա մեջ եւ ինքը գալիս ընկնում այստեղ, զար բռնելու հավանականությունը հարգելի հեռուստադիտողներ բացառվում է։ Շատ մարդիկ ասում են, ես ականատես եմ եղել, մարդիկ զարը գցել են, ասել են գնացեք տեսեք դուշեշա եկել 6-6-5-5, չգիտեմ ինչ, բայց այսօր հնարավոր չի նման բաներ անել, որտեղ ցանկացած խարդախության դեպքում եւ դու կզրկվես, կորակա զրկվես, մի տարով դա կլինի, թե ընդհանրապես կլինի, մասնակցելու խաղերին եւ կտուգանվես բարձր գումարներով։ Պարոն Խաչիկ, ես ուզում եմ մի քիչ փոքրիկ զուգահեռ անցկացնել, բնականաբար իհարկե պետք է լավ խաղալ նարդի, որպեսզի հաղթել, մի քիչ որ զուգահեռ անցկացնելով շախմատի հետ, այնուամենայնիվ այստեղ ավելի շատ կա բախտի գործոն, թե այնուամենայնիվ Պարոն Արմեն, բախտի գործոնը միշտ էլ կա, տանից դուրս գալուց էլ պետք է բախտ ունենաս, որ ժամանակին բախտավոր տուն վերադառնաս քո ընտանիքին։ Հիմա բախտի գործոնը, ասենք, ինձ մոտ դա միշտ օգնել է ինձ։ Ես հավատքով մարդ եմ, որպես քրիստոնյա, ասենք շատ դեպքերում ես զարը կարող եմ բաժակի մեջ գցել, խառնել այնքան ժամանակ, մինչև չգիտեմ իմ սիրտն ու հոգին թելադրի, որ այդ պահին ես պետքա զարը նետեմ դաշտ։ Շատ բարի, իսկ կա ինչ որ ժամանակ, որ պետք է գցեք զարը, թե։ Այո, կա ժամացույց, տարբեր խաղերի, տարբեր մրցաշարերի ժամանակ, տրված է կոնկրետ ժամ, 11 րոպե, 25 րոպե, 15 րոպե եւ դու պետքա քո ժամանակի մեջ տեղավորվես պարտիան ավարտես ժամանակին, որը որ ասենք ժամացույցի վրա գրված է։ Շատ բարի, բայց դες օրինակ 11 րոպե դու կարող ես վերցնել զարը 11 րոպե զարանես, մարդը դիմացինին այդպես նյարդայնած դες որ ինքը չխաղան։ Ամեն ինչ հնարավոր է, բայց 11 րոպեին դու մի օյնի վրա ես դա վատնում, բայց հա, այնտեղ քեզ տրված է պարտիայի տևողությունը 11, 13, 15 օյնից է, ոչ թե ասենք 5 օյնից։ Դու պետք է այդ ժամանակի մեջ կարենաս տեղավորվես։ Ես ինչ եմ ասում, որովհետև էլի նույնպես եթե զուգահեռ անցկացնենք շախմատը, իհարկե նարդին ավելի էմոցիոնալ խաղ է, որովհետև երբ շախմատում մի քիչ ավելի էսպես մտածված, նարդիում անպայման դու լսում ես ամեն մի արտահայտություն սկսած նրանից, որ գիտես նարդին ես եմ գրել, իմ գրքերը կարդալ, իդեպ կա գիրք նարդու մասին։ Միանշանակ գիրք կա, Հայաստանում գրված գրքեր կան եւ աշխարհում կա գրված գրականություն, այսօր ճապոնացիներն են նարդու ասպարեզում համարվում ամենաառաջինները եւ ունեն անգլերենով գրված գրքեր, որը որ վաճառվում են բոլոր տեղերում։ Կարող են առնել մրցումների ժամանակ, որպես ասենք վաճառքի, հա, կարող ես առնել եւ ուսումնասիրես։ Պարոն Խաչիկ, իհարկե նարդին եկել է արևելքից, դա համարվում է տղամարդկանց խաղ, երևի նաև նրա համար է, որ արևելքում, հա, կանանց չէ, թույլատրել։ Կանայք էլ են խաղում։ Բայց հիմա կանայք խաղում են, չէ՞, այսպես։ Հիմա էլ են խաղում տղամարդկանց հետ միասին։ Հավասարաչափ, այսինքն կանայք արտասիրված։ Այսօր Կալիֆոռնիայի այս նահանգում, Կալիֆոռնիայի նահանգում ամեն չորեքշաբթի եւ կիրակի օրերը առաջնություններ է տեղի ունենում, մեզ հետ հավասար կանայք գալիս են խաղում են։ Շատ բարի, քիչ ուշ մենք անպայման կզրուցենք, դուք նաև կասեք ոնց է պայմանները, գուցե մեր հեռուստադիտողները հիմա կցանկանան մասնակցել, ինչու ոչ։ Հիմա նայեք, ես կցանկանամ մի քիչ զրուցենք ֆեդերացիայի մասին, Հայաստանի նարդու ազգային ֆեդերացիայի նախագահ, եթե չեմ սխալվում 2008 թվականից։ Ահա, մի քիչ առհասարակ մի քիչ պատմեք ֆեդերացիայի կառուցվածքի մասին, ոնց ընտրություններով է նախագահն ընտրվում է, ոնց է առհասարակ լինում։ Հայաստանի նարդու ազգային ֆեդերացիան ստեղծվել է 91 թվականից, առաջին մեր նախագահան եղել է Վանիկ Մելիքյանը։ Եվ փոխանցվելով մինչև 2008 թվականը, դա ընտրովի է Արմեն ջան, ընտրովի է։ Մենք ունենք նախագահության կազմ, բաղկացած 7 հոգուց, նախագահության կազմը ընտրում են խաղացողները։ Խաղից առաջ 3 տարին մեկ, մեզ մոտ լինում ընտրություններ, 3 տարին մեկ ընտրությունների արդյունքում մենք ունենում ենք նոր նախագահ։ Ի ուրախություն բոլորիս, ես չգիտեմ, դա շատ պատասխանատվություն է, ասենք, նարդու ֆեդերացիայի նախագահի համար, ես ինձ վրա մեծ պատասխանատվություն եմ վերցրել, ընտրել են ինձ եւ ես 2008 թվականից ղեկավարում եմ Հայաստանի նարդու ազգային ֆեդերացիան
եւ Հայաստանում եմ անցկացնում մրցաշարեր, հուշամրցաշարեր եւ միջազգային ասպարեզներում մենք Հայաստանի լավագույն խաղացողներով դուրս են գալիս մասնակցելու միջազգային մրցաշարերի։ Ես ուզում եմ մեր հեռուստադիտողին հիշեցման կարգով ասեմ, որ մոտ օրերս ես պատրաստվում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներից մեկնել Թուրքիա, Ստամբուլ քաղաք, որտեղ տեղի կունենա ինձ թվում է ամենաշատ խաղացողների քանակով ամենամեծ մրցաշարերից մեկը, տարվա ամենամեծ մրցաշարերից մեկը, իսկ Հայաստանից նորից 3 լավ խաղացողներ, Հայաստանի չեմպիոններ եւ գավաթակիրներ կգան կմիանան ինձ եւ մենք ունենանք այնտեղ 4-5 հոգյանոց թիմ եւ մենք այնտեղ կմասնակցենք այդ մեծ առաջնությանը։ Իմ միջալյուց եւ կա անհատական առաջնություն այդ խաղերի ժամանակ եւ բոլոր խաղերի ժամանակ, ինչպես նաեւ Հայաստանի առաջնության ժամանակ, եւ կա թիմային առաջնություն, թիմը բաղկացած 3 հոգուց եւ կա զույգերով առաջնություն։ 2 հոգին 2-ի հետ են խաղում, այսինքն մեկը խաղում է, մյուսը խորհրդակցական խորհրդատվության կարգով իրար օգնելով խաղում ենք տվյալ, ասենք, զառը, որը որ դու նետել ես դաշտի մեջ։ Շատ հետաքրքիր առասարակ, բայց տեսեք, Հայաստանի նարդու ազգային ֆեդերացիա, տեսեք գնում եք մրցումների եւ այլ, բայց դա որոշակի առումով իհարկե կապված է միջոցների, հա, ինչպես է առասարակ գոյատևում, որովհետեւ դա դժվար բավականին լուրջ աշխատանք է եւ նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետեւ ձեր շնորհիվ, ֆեդերացիայի շնորհիվ այս հրաշալի խաղը կարողանում են առասարակ մեր հայ սպորտսմենները ներկայացնեն, բայց դա բավականին դժվար է։ Կա ինչ որ աջակցություն։ Ես չեմ կարող մոռանալ սկսած 1991 թվականից եւ մինչեւ վերջերս մեր հովանավորներին ես պարտադիր պետք է հիշեմ, որը որ բոլորս ենք հիշում, Կաթի գործարանի գլխավոր տնօրենը Սմբատ Տոնոյանը մեր երկար տարիներ Նարդու ֆեդերացիայի հովանավորն է եղել։ Դրանից հետո մենք ունեցել ենք հովանավորներ Սեյրան Պողոսյանը, Սիգարոն գործարանի ոնց որ ասած հիմնադիրը, Սիգարոն գործարանի հիմնադիրներ երկար տարիներ հովանավորում մեր ֆեդերացիային եւ վերջի 10 տարիները անձամբ հովանավորել է ֆեդերացիային Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն եւ մի քանի տարի ես որպես էջմիանցնեցի հովանավորություն, ասենք մի քանի տարիներ վերցրել էր իր վրա հովանավորությունը Արմեն եւ Արտուր Ասատրյանները։ Իդեպ շատ հետաքրքիր է, որոնցից ես կուզեմ մեծ իմ երախտագիտությունը, շնորհակալությունս հայտնել բոլորին, բոլոր հովանավորներին Նարդու հովանավորության հետ կապված։ Շատ լավ։ Էլի էջմիածինի գործոնը, գիտեք, պարոն Խաչատրյան, երբ որ հյուրեր են գալի երկիչ-երկչուները, միշտ հիմնականում, այսպես Գյումրիից էջմիածինցիք շատ տաղանդավոր են լինում։ Շնորհակալություն։ Էս էլ է պաստորը։ Շնորհակալություն։ Աշխարհի չեմպիոն եւ գավաթակիր։ Մի քիչ պատմեք, այդ, հա, ինչպես ստացվեց, առասարակ այսպես ոնց ստացվեց այդ աշխարհի չեմպիոնը, ինչ զգացմունքներ եւ այլ մի քիչ դրա մասին խոսենք։ Ես ձեզ ասեմ, 1998 թվականին, մինչև 98 թվականը ես եղել եմ Հայաստանի չեմպիոն եւ դրանից հետո ես մասնակցել եմ միջազգային մրցաշարերի։ Իմ առաջին մրցաշարը եղել է 93 եւ 95 թվականներին Ռուսաստանում անցկացվող Նարդու առաջնությանը, որին որ ես մասնակցել եմ, առաջին անգամ գրավել եմ 3-րդ տեղը, երկրորդ անգամ գրավել եմ 2-րդ տեղը։ Իսկ 98 թվականին, 1998 թվականին աշխարհի գավաթի խաղարկություններ անցկացվում Ստամբուլ քաղաքում, ես այնտեղ նվաճել եմ աշխարհի գավաթ, հետ վերադառնանք դեպի մեր օրերը, 98-ից հետո ես 2001 թվականին մասնակցել եմ Իտալիայի Վենետիկ քաղաքում, դա կարելի ասել Եվրոպայի առաջնություններ, ես դուրս էի եկել ֆինալ, ֆրանսիացի լավ խաղացողի հետ, որտեղ ասենք բախտի գործոն ինձ ժպտաց, իմ Սուրբ Էջմիածինը ոնց որ ասած, ինձ հովանու ներքո զառին շատ սիրեց, մի խոսքով ես հաղթեցի ֆրանսիացուն եւ հռչակվեցի այդ ժամանակ, չէ, Եվրոպայի չեմպիոն 2001 թվականին Իտալիայում անցկացվող, իսկ 2002 թվականին Հայաստանի թիմը իմ գլխավորությամբ Կոլյա Մոսոյան եւ Սամվել Աղրամանյանի գլխավորությամբ
մասնակցել ենք աշխարհի առաջնությանը, որտեղ որ հաղթելով աշխարհի գրեթե 5-6 ուժեղագույն թիմերին եւ ճանաչվել ենք աշխարհի չեմպիոն։ Վերադառնալուց հետո Հայաստան մենք ներկայացրել ենք հայտ աշխարհի չեմպիոնի եւ Հայաստանի կառավարությունը իր որոշման համաձայն սպորտ կոմիտեի Հայաստանի սպորտ կոմիտեի նախագահի որոշմամբ մեզ շնորհվել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում, որակավորում դա որ։ Այո, ես դա ուզում եի անպայման, որտեղ Հայաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ, այսինքն դա կառավարության որոշմամբ է։ Բոլոր սպորտաձևերում դա կա, տարբերություն չկա նարդի, հունահռոմեական մշամարտ, շտանգա, թե բոքս։ Պարոն Խաչիկ, Հայաստանի միակ քառակի չեմպիոն։ Այսինքն ոչ ոք չի կարող այս ռեկորդը անցնի փաստորեն։ Չէ, ես չեմ կարող ասել, որ չի կարող, բոլորն էլ հնարավորություն ունեն։ Այո, բայց դա չէ։ Հնարավորություն ունեն։ Բայց բախտը ինձ ժպտացել է, ես եմ դարձել քառակի չեմպիոն։ Իմիջիալոց ես որ երրորդ անգամ պետքա դառնայի, երկու անգամ Հայաստանի չեմպիոն էի, խաղում էի Արտուր Մուրադյանի հետ, նա էլ էր երկու անգամ Հայաստանի չեմպիոն դառել։ Ինձանից առաջ նախագահան Արտուր Մուրադյանն է եղել, որը որ շատ բան արել Հայաստանի նարդու զարգացման համար եւ դա փոխանցվել է ինձ, ես այսօր շարունակում եմ իմ նախկինում ֆեդերացիայի նախագահների գործն եմ շարունակում եւ համոզված եմ, որ բոլորը պետքա գոհ լինեն կատարված աշխատանքի համար։ Դա թիմային աշխատանք է, որը որ մենք անում ենք։ Եվ այդ ժամանակ էլ բախտի գործոնը ոնց որ ասած, բախտին ճպտած, ես Արտուրին հաղթեցի, ես դարա երագի, Արտուրը դարձավ երկու անգամ չեմպիոն մնաց նույն տեղում, ես հաջորդ առաջնությանը նորից հաղթեցի դարա քառակի չեմպիոն, այս երկու տարի ես չեմ մասնակցում Հայաստանի առաջնություններին, Արտուրը անցած տարի հաղթելով դարել է երակի չեմպիոն եւ համարյա մոտ է։ Համարյա մոտ ենք, հա, ես համարում եմ, որ Արտուրն էլ Հայաստանի լավագույն ուժեղագույն խաղացողներից է եւ ունենք մենք հնգյակ լավագույն խաղացողների։ Հա, ինչպիսին է այդ կառուցվածքը, սիստեման ինչպես է առաջնությունները անցկացվում։ Հիմա տեսեք, պարոն Արմեն, մենք հայտարարություն ենք տալիս նախորոք, որ խոսքի օրինակ ես հիմա եմ այդ հայտարարությունը տալիս, որ մայիսի 3-ին եւ 4-ին Հայաստանի Երևան քաղաքում շախմատին կենտրոնական տանը տեղի կունենա այս տարվա 2025 թվականի նարդու գավաթի խաղարկություն։ Այդ ժամանակ ես Ստամբուլից հետո պետք է մեկնեմ Հայաստան, Հայաստանի գավաթի խաղարկությունը անցկացնեմ եւ վերադառնամ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ինչպես է դա արվում։ Նախորդ մենք հայտարարություն ենք տալիս եւ TV-ով եւ հայտարարությունների կարգով փակցնում ենք, որտեղ որ այդ փակցնելու իրավունքը կա։ Հայտարարություններից հետո մարդիկ զանգահարում են, գրանցվում են կամ գալիս են տեղում են գրանցվում, առավոտյան մինչև ժամը 11-ը կարող են գալ եւ գրանցվել։ Գրանցվելուց հետո մենք անցկացնում ենք վիճակահանություն։ Մասնակիցների ըստ մասնակիցների քանակի, եթե մասնակիցների քանակը չի գերազանցում 32-ը, մենք կազմում ենք 32-ի համար աղյուսակ։ Եթե գերազանցում է, մենք կազմում ենք 64 հոգու համար աղյուսակ։ 32-ի դեպքում մենք դա անցկացնում ենք օլիմպիական խաղաձևով, այսինքն պարտվող դուրս է մնում հաջորդ խաղին մասնակցելու իրավունք ինքը չի ունենում։ Բայց աշխարհի մնացած առաջնությունների ժամանակ, միջազգային խաղերի ժամանակ այդպես չի, քանի որ ժամանակի մեջ մենք 7 օր, 8 օր, 5 օր ատևում այդ առաջնությունը, այնտեղ մեզ տալիս են 3 անգամ շանս են տալիս, consolation, տալիս են շանս եւ last շանս հնարավորություն, որ դու կարողանաս գոնե դրանով գաս մոտենաս գոնե առաջի ությակի մեջ կարենաս ասենք ինչ որ մի բան գրավես։ Իսկ Հայաստանում այդպես չի։ Հայաստանում մենք անցկացնում ենք տարվող դուրս է մնում պայքարից։ Եվ այդպես 32 աղյուսակի դեպքում մի խաղից հետո մնում են 16, 8, 4 եւ 2։ Ֆինալի դեպքում ստանում են դրամական պարգև Հովանավորի կողմից, ստանում են պատվոգիր, ստանում են գավաթ, գավաթի խաղարկության ժամանակ եւ դառնալով Հայաստանի գավաթակիր կամ Հայաստանի չեմպիոն Արմեն ջան։ Այսպես է անցկացման այո, իսկ եզրափակիչում մի խաղ են անցկացնում միասին։ Այսինքն մինչև 5-ը, հա, այսպես ասեմ։ Չէ, մինչև 5-ը մեզ մոտ հասկացողություն չկա։ Սկզբնախաղը մենք սկսում ենք գավաթի խաղարկությունը 7 հոյինից։ 7-ից հետո կիսա եզրափակիչը 9, իսկ եզրափակիչը մենք խաղարկում ենք 11 միավորից։ Բայց այնտեղ կա միջազգային կանոնակարգի համաձայն
Այնտեղ վերանում է բոլոր բախտի գործոնները։ Այս կուբիկը ինչ է նշանակում։ Եթե դու խաղացողի նկատմամբ ունես դիրքային առավելություն, որ խաղացողը պատահականության վրա չգնա, դու խաղացողին առաջարկում ես խաղը կրկնապատկենք։ Ընդունենք դու ստացել ես մի դիրք, դիմացի նկատմամբ ոչ ցանկալի դիրք, քո նկատմամբ, ասենք քո համար շատ լավ դիրք է, ասենք որ պատահականության, ասենք դիմացինը չգնա, դու առաջարկում ես երկուսը, սա ինչ է նշանակում, կամ այդ process-ի ժամանակ, այդ ընթացքում ինչ դիրք որ կա, դու ինձ տալիս ես 1 միավոր, եթե չես տալիս այդ միավորը, այս կուբիկը դնում ես քո մոտ, այստեղ խաղը շարունակվում է։ Ցանկացած խաղացող, ով դա հաղթի, 2 միավոր է գնում։ Մարս անելու դեպքում Մարսը բազմապատկած 2-ով դառնում է 4-0։ Եթե իմ կիսադաշտում ընդունենք այսպիսի դիրք կա, հարգելի հեռուստադիտող, այսպիսի դիրք է ստացվել, ես ունեմ այստեղ բոլոր քարերը հանված է, իմ դիմացի խաղացողը, ասենք այսպիսի դիրք է, իրան մնացել է այստեղ մի քար, ինքը բերել է 4-2։ Եթե ինքը այս իմ կիսադաշտից, այս իմ տանից ինքը դուրս չեկավ այստեղ, դուրս չեկավ, մնաց այստեղ ես հանեցի, սա 3 հոյն է կոչվում, կոքս։ 3 անգամ 2 դա դառնում է 6-0 մի անգամից, պատահականությունները վերանում է։ Մեկ-մեկ կան խաղացողներ, ասում են դե բախտդ բերեց, լավ էլի բախտս բերեց, բայց Արմեն ջան, դու պետքա խաղաս ավելի ճիշտ, ավելի կոռեկտ խաղի ժամանակ, որ սխալներ թույլ չտաս։ Իսկ 18-ից մինչև հա, այսպես որքան կարող են ամենատարեց մարդը, որ ինչ տարիք է եղել, որ խաղացել է։ Հիմա էլ կա պարոն Սերժիկը 86, 87, ձեռքով, ոտով, շատ կարքին, շատ լավ։ Խաղացող մեր հին խաղացողներից, որից որ շատ բան ենք սովորել եւ սովորելու ենք։ Եվ պարոն Խաչիկ, մի փոքրիկ, չնայած ձեզ համար դա իհարկե շատ հեշտ է լինի, մի փոքրիկ Վիկտորինա հարցեր եմ տալու ձեզ նարդու վերաբերյալ։ Խոսեցինք փաստորեն այստեղ չորեքշաբթի եւ կիրակի օրերին անցկացում են մրցաշարեր, հա։ Մի քիչ մանրամասնենք, յուրաքանչյուրը կարող է գալ եւ մասնակցել, ո՞նց է դա լինում։ Այո, այստեղ Կալիֆոռնիայում շատ առաջնություններ են անցկացվում, հիմնականում չորեքշաբթի եւ կիրակի օրերը անցկացվում են այդ առաջնությունները, բոլորը կարող են գալ եւ մասնակցել, մուտքավճարը $40-ից է սկսում։ Եվ պարտության դեպքում դու կարում ես նորից $5 մուտքավճար մուծելով, երկրորդ անգամ $10, եւ այդ ամբողջ հավաքված գումարը գալիս է մրցանակային ֆոնդ։ Մրցանակային ֆոնդ։ Մրցանակային ֆոնդ։ Այո, բոլորը կարող են գալ, մասնակցել, ովքեր տիրապետում են միջազգային բագամոն խաղաձևին։ Այո, եթե չես տիրապետում, Արմեն ջան, շատ դժվար կլինի։ Ճիշտ է, մեր հայերը մի քանի անգամ եղել են այստեղ Գլենդելի հայերից, ինձ դիմել են գանք խաղանք, ես հասցեն իրենց տվել եմ կամ զանգարել եմ, տեղն ասել եմ իրենք եկել են, հենց առաջինից պարտվել են ու գնացել են, ասել են էսի մեր խաղը չի։ Հասցեն, կարող ենք նշել հասցեն։ Ես հասցեն ունեմ հեռախոսիս մեջ, միանշանակ։ Լավ, մենք անպայման կտեղադրենք հասցեն, որպեսզի նաև մեր հեռուստադիտողները, ահա։ Ես հեռուստադիտողին հիշեցնեմ, որ ես անցած տարի 1 տարի եւ ավել գտնվում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ես այստեղ ունեմ մեծ ծրագրեր նարդու հետ կապված եւ ինտելեկտուալ խաղերի հետ կապված ես Պարոն Խաչիկ, քիչ ուշ զրուցելու ենք հետագա պլանների մասին անպայման, դա ուզում եմ մի քիչ առանձին զրուցենք, որովհետեւ հարգելի հեռուստադիտող, ես անցած տարի Կալիֆոռնիայի բոլոր այդ առաջնություններին, ոչ թե բոլոր, այլ այն առաջնություններին, որտեղ որ ես մասնակցել եմ, գրավել եմ 4-րդ տեղը, այսինքն ռեյտինգով ես 4-րդն եմ եղել։ Ամբողջ Կալիֆոռնիայի, այո, 4-րդն եմ եղել, իսկ տարվա վերջին, այսինքն խաղարկվել է սուպեր գավաթ 2024 թվականի 12 լավագույնների միջև, որտեղ ես 4-րդ համարն եմ եղել, եւ 4 հոգին էլ ընտրովի լավագույն արդյունք ներքևից բարձրացել են վերև, 16 խաղացողներով խաղացել ենք սուպեր գավաթ եւ այնտեղ կարելի ասել ես ճիշտ է բախտի գործոնը այդպես չժպտաց, բայց գրավել եմ 3-ից 4-րդ տեղեր, այո, շուտ է, լավագույն, փաստորեն լավագույն 5-ակում եք հա Կալիֆոռնիայի, որը բայց ես ձեզ ասեմ, պարոն Արմեն, անցած չորեքշաբթի օրը ես նույնպես հաղթելով բոլոր խաղացողներին գրավել եմ առաջի տեղը։
Շատ լավ։ Ու այսպես, հա։ Հիմա մի փոքրիկ մի քանի հարց կտամ ձեզ, մի փոքրիկ վիկտորինա անենք եւ հետո այնուհետեւ կխոսենք պլանների մասին։ Պատրաստ ենք։ Միանշանակ։ Եվ այսպես, մոտավորապես քանի տարի առաջ է հայտնվել նարդի խաղը, դուք արդեն հաղորդման սկզբում նշեցիք, բայց համեն դեպս եւս մեկ անգամ ես տարբերակները 1000 տարի առաջ, 3, 5 եւ 10։ 5000 տարի առաջ։ 5000 տարի առաջ։ Առաջին ճիշտ պատասխանը, երկրորդը։ Երբ են աշխարհում հայտնվել կարճ նարդիները, 16-րդ դար, 17, 18 եւ 19։ 19-րդ դարում։ Դա ինչ միանգամից ասում եք։ Նայեք, աշխարհում կա երկու արձան, որը դեպ նվիրված է նարդու սիրահարներին։ Մեկը մենք գիտենք Երևանում, Այո։ իսկ երկրորդը ես ասեմ տարբերակները։ Փարիզ, Գլենդել, Վլադիկավկազ եւ Սանտա Մոնիկա։ Չգիտեմ չէ Սանտա Մոնիկայում նարդի խաղացող։ Դե հիմա տեսեք Արմեն ջան, մենք շատերս շատ դեպքերում մտածում ենք, ասում ենք, արդյոք ճապոնացիները նարդի են խաղում։ Բայց Ճապոնիայում կա։ Ճապոնիայի մինչև 6-րդ դասարաններում նարդու դասընթացներ են դասավանդում, որը կապված է մաթեմատիկական հաշվարկի հետ։ Ահա։ Այո, ինքը հավանականության տեսություն գոյություն ունի։ Ես մի փոքր դա կուզեմ ասեմ, մինչև Վիկտորինայի 3-րդ հարցին անդրադառնալը, այս երկու զառերի մեջ, ուրեմն բոլոր զառերը միասին որ մենք վերցնենք, ինչ կարող է գալ, դա հաստատուն թիվը 100%-անոց թիվը 36։ Ոչ ավել, ոչ պակաս։ Սկսած 1 2 3 4 4 4 5 5 այս երկու զառերի մասին է խոսքը։ Բոլոր զառերը 5-ը մենք Չէ, 5-ը մասին չի։ Որը որ մենք խաղում ենք, երկու զույգ, մի զույգ զառով, երկու հատ զառով։ Այս զառերի մեջ բոլոր զառերի գումարը վերցրած 36-ը հատ է։ Ահա։ Այսինքն 36-ը մեզ մոտ հաստատուն 100%-անոց թիվ է։ Ոչ ավել, ոչ պակաս։ 36-ի մեջ մենք գիտենք ամենաշատ զառ ինչ կարա գա եւ ինչը չի կարա գա։ Ամենաշատը գալիս է 7 եւ 8 երկու զառի դեպքում։ Այսինքն 6-ը նետումի ժամանակ 6 զառ եթե նետես, մի հատ ինքը պետքա 7 գա անպայման։ 60 հատ նետելու դեպքում 10 հատ 7-ը պետքա գա։ Միանշանակ խաղի ընթացքում քարը պետքա բաց չթողնես 7-ի եւ 8-ի տակ։ 8-ն էլ է տոկոսային նույն հարաբերությունը 33.3% 100%-ի մեջ, բայց 8-ը այնտեղ գալիս է 2 2 4 4 6 2 եւ 5 3։ Իսկ 7-ի դեպքում ինքը գալիս է 6 1 5 2 եւ 4 3, այսինքն բոլոր զառերի մեջ 7-ը կա։ 7-ը կա։ Դա կրկին պատասխան ենք իմանում նարդու։ Դե ուշադիր պետքա լինես, կարող է պատահականություն ստացվի դու ճիշտ խաղաս, ինքը հետո ինը քեզ հաղթի, բայց դա չի նշանակում, որ ինքը կարող անընդհատ փորձառու խաղացողին հաղթի։ Ես ինքս սիրում եմ իհարկե նարդի խաղալ եւ սիրահար եմ նարդու խաղալ, բայց ձեզ լսելով ես հասկանում եմ որքան ես հերո եմ նարդի խաղալուց, որովհետեւ ին մատածենք եւ խաղալ, բայց Ինձ մեկ Արմեն ջան, շատ ներողություն եմ խնդրում, ես այստեղ մեծահասակների մանկապարտեզներում ինձ հրավիրում են անցկացնել նարդի մի անգամ շախմատ են կազմակերպել, ես գնացել եմ, անցկացրել եմ նարդու հետ կապված եւ այնտեղ ինձ միշտ հարց են տալիս, որ բախտի գործոնը շատ է, չգիտեմ, արի մի հատ կրեմ, այտենց չի կարալի, ես գիրք ունեմ գրած, ձեր ասացի պես, հա, բայց այդպես չի կարալին, ինձ մեկ հարց են տալիս շախմատի եւ նարդու հետ կապված, ես միանշանակ ասում եմ, որ ուժեղ շախմատ խաղացողը, գրոսմայստերը, հենց առաջի պարտիայից ինքը երևում է, որ ինքը ուժեղ շախմատ գրոսմայստեր է։ Իսկ ուժեղ նարդիստին դու մի պարտիա խաղալու ժամանակ չես կարա տարբերես, որ ինքը ուժեղ է։ Եթե քու մեջ մտածային լոգիկան, որ դու չես ընդունում ուժեղ նարդի խաղացողին, 10 պարտիա խաղալու դեպքում հաստատ 8 պարտիան, որ դուք տարվեք, նոր կզգաք դիմացի նարդիստի ուժեղությունը։ Ես բայց հասկանում եմ մի բան, որ դուք օրինակ եթե գնում եք կամ ձեզ մոտ հյուր են գալիս, կամ եթե դուք եք գնում, ոչ մեկ ռիսկ չի անում, համարձակություն չանի,
Հա, խաչիկի մի հատ կարող են նարդի խաղան։ Ոչ մեկը ռիսկ չի անի ձեր Չէ, հետ։ չէ, խաղում են։ Հա, բայց իրենք գիտեն, որ պարտվելու են մեկ։ Չէ, ես չեմ ասի, որ ես ամենաուժեղն եմ Հայաստանում, նման բան չկա։ Բայց ամենաուժեղն եք, ինչպես Չէ, դե տվյալ բային քառակի չեմպիոն եմ, բայց չի նշանակում ես ամենաուժեղն եմ։ Շատ լավ։ Արմեն ջան։ Եվ վերջին հարցը Վիկտորինա է, որ երկիրն է համարվում կարճ նարդու հայրենիքը։ Հայաստան, Մոնղոլիա, Անգլիա, Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգներ։ Շատ լավ։ Ես այսպես կասեմ, բայց հայրենիքը Պարսկաստան եւ Հնդկաստան 5000 տարի առաջ։ Շատ լավ։ Եվ պարոն Խաչիկ, հիմա միջ անդրադառնալը մի փոքրիկ վերջում անակնկալ ձեզ կխնդրենք, հա, կապված նարդու հետ ցույց տակ մեր հերոստատիտողներ, հիմա մի քիչ կխոսենք, կցանկանամ զրուցել մոտակա պլանների մասին, որը դուք արդեն իսկ նշեցիք։ Եվ այսպես, արդեն փաստորեն 2 տարի Միացյալ Նահանգներում բավականին լուրջ աշխատանքներ է տարվում նարդու հետ կապված, որպեսզի մարդիկ խաղան։ Նախ կա ինչ որ այսպես խմբակներ նարդու, որ գան, թե դեռ այդ դեռ չկա։ Դեռ չկա։ Ես իմ նպատակն է, ես տեղափոխվել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որպեսզի այստեղ առաջերտին զարգացնեմ ավանդական նարդու կարճ եւ երկար խաղաձևերից առաջնություններ կազմակերպեմ եւ համախմբվենք բոլորս միտեղ եւ դրանից բացի ես կունենամ իմ ակումբը, որտեղ մարզատրամաբանական խաղերի առաջնություններ ես կանցկացնեմ, դա կլինի նարդի, շաշկի, շախմատ եւ մնացած խաղատեսակները, մարզատրամաբանական։ Եվ մենք միանշանակ որոշել ենք իմ գործընկերների հետ միասին ունենանք մեր դպրոցը, որտեղ երեխեքը կարող են հաճախել եւ շախմատի, եւ նարդու հետ կապված, եւ շաշկու հետ կապված։ Մենք դա լրացուցիչ Արմեն ջան կհայտարարենք, որովհետեւ գնումը թղթաբանության process-ն է գնում, ես կուզենամ մոտ ժամանակներս շատ կուզենամ, որ դա արդեն ստացվի լինի, բայց համոզված եմ մի ամսվա ընթացքում ես դա կհասցնեմ վերջնական ավարտին եւ կունենանք մեր հայ-ամերիկյան նարդու ասոցիացիան եւ կունենանք մեր ակումբը, որտեղ որ ես կանցկացնեմ նարդու առաջնություններ, որտեղ որ կան հայերն ավելի շատ են, հայաշատ համայնքներում ես միանշանակ կշրջագայեմ եւ կանցկացնեմ առաջնություններ։ Եվ կարծում եմ դա ինձ թվում է ոչ միայն գաղափար այնպեսի լավն է, որ ոչ միայն հայերը ինձ թվում է կգան ակումբ, նաեւ օտար ամերիկացիները շատ են, այո։ Այդ շատ են սիրում, հա, ամերիկացու նարդի խաղալը։ Շատ են սիրում։ Շատ լավ։ Դե եւ ինչ մի փոքրիկ անակնկալ կխնդրեմ, հա, ձեզ կապված մեր հերոստատիտողներին նույնպես ցուցադրենք, մի փոքրիկ գաղտնիքներ բացենք նարդու հետ կապված, բայց ընդամենը մի քանի վայրկյանից, եթե կարելի է, իսկ այս պայն սիրելի հերոստատիտողներ, եւս մեկ անգամ ուզում եմ նշել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է Monte Market, որտեղ ամեն ինչ հայկական է, հայկական տեսականի, միրգ բանջարեղեն, թարմ, մսամթերք, խորոված իհարկե ավանդական, այդ ամենը Monte Market-ում 815 855 1188։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որտեղ դուք շատ լավ կարող եք ժամանակ անցկացնել, հաճելի եւ օգտակար, այստեղ կարող եք ընդունել տաք հանքային ջրով լողավազանում անցկացնել ժամանակ, շատ բարձրակարգ սպասարկում, սնունդը շատ համեղ է, մի խոսքով լավ տրամադրություն, լավ ժամանակ անցկացնելու համար պետք է այցելել Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիր։ Եվ մեր նախագծի գործընկերն է 911 Detox Center-ը, որտեղ մասնագետները շատ եւ շատ մարդկանց օգնել են, ովքեր ունեն վնասակար սովորություններ, այնպես որ եթե ձեր շրջապատում կա դուք ունեք նման խնդիր, ունեք վնասակար սովորություններ եւ ցանկանում եք ձերբազատվել, 911 Detox Center-ը կօգնի ձեզ։ Հեռախոսահամարն է 409 900911։ Ես շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին եւ այս պահին հայացքս ուղղում եմ դեպի պարոն Խաչիկը, որովհետեւ հիմա մենք մի փոքրիկ նարդու գաղտնիքների բացահայտում կանենք, դուք էլ շատ ուշադիր դիտեք։ Շատ բարի պարոն Արմեն, ուրեմն այսպես, նախ առաջերտին դու գիտես քո մրցակիցնովա եւ որ համարի սեղանի շուրջ ես դու նստելու եւ խաղալու։ Ես որպես փորձառու նարդի խաղացող, ես առաջնահերթ ընտրում եմ այս դիրքով խաղալ, ոչ թե այս դիրքով, այսինքն սա ինչ է նշանակում, ինձ համար ավելի լավ տարբերակ է, որ ես բոլոր իմ 15 խաղաքարերը բերեմ տեղավորեմ իմ ձախ կիսադաշտում,
սա իմ տունն է, սա իմ բակն է։ Դա ցանկություն է, այդպես թե պարզապես ինչ Չէ, դա ասենք փորձառու խաղացողները դա գիտեն, ես հեսա բացատրեմ դա ինչի համար է արվում։ Եթե մարդը դիմացից խաղացողը չի համաձայնվում այս տեսակ շարվածքի հետ, նա ասում է եկեք զարգցենք, ով մեծ զար բերեց, իր ուզած դիրքով էլ սա շարենք։ Սա ինչ է նշանակում։ Վերջնական խաղի process-ի ժամանակ ես իմ 15 քարերը եւ դիմացի խաղացու իր բոլոր 15 քարերը հավաքում ենք մի դաշտում։ Կարճ եւ երկար նարդի խաղալու ժամանակ կարճի դեպքում հավաքում են մի դաշտ, երկարի դեպքում տարբեր դաշտեր քարերը հավաքվում։ Դա երկարի եւ կարճի մասին։ Ես որ հավաքում եմ իմ տունը սա է, բոլոր քարերը գալիս են այստեղ, այս դաշտը լիովին ազատ է լինում, ինձ զարգցելը շատ ավելի հարմար է, իմ դաշտը ազատվում է, այնտեղ կա այսպիսի օրենք, ամեն մի խաղացող զառերը պետք է նետի իր աջ կիսադաշտում։ Իմ աջը սա է, դիմացինի աջը սա է։ Եթե դիմացինի համար այս բոլոր խաղաքարերը հավաքում են այստեղ, իր համար շատ դժվար է զառ նետելը, իսկ ինձ համար շատ հեշտ է այստեղ նետելը եւ ասենք Ես կներեք ընդհատում եմ մի փոքրիկ բան ասեմ։ Ես օրինակ փաստորեն ինձ համարում եմ ոչ պրոֆեսիոնալ, որովհետև ես սիրում եմ այստեղ հավաքել, երեք այստեղ այս կողմ եմ, չգիտես ինչու սիրում։ Բայց զառը պետքա պարտադիր դու զառը պետքա մի դաշտի մեջ նետես, այս դաշտում զառը չի հաշվում։ Դու քո աջ կիսադաշտում դիմացի խաղացողն էլ իր աջ կիսադաշտում պետքա նետի։ Հասկանալ է։ Տեսակ փաստորեն սիրելի երեխա, ինչ հետաքրքիր նորություն է։ Դրա համար երբ որպեսզի ճիշտ խաղակնարդի, ես այսօր կխաղամ, այսինքն ոնց։ Հիմա տեսեք, պարոն Արմեն։ Ուրեմն խաղի ընթացքում կա դիրքային առավելություն։ Ասենք եթե սա իմ առաջի կետն է։ 1 2 3 4 5 6 12 18, սա իմ 24-րդ կետն է, որտեղից ես 24 միավորով պետքա գամ հասնեմ այստեղ, 24-ով։ Մենք ընդունենք խաղի ընթացքում ստացել ենք մի դիրք, 6-6, ստացել ենք մի դիրք, այս ժամանակ մենք միավորները հաշվում ենք, ընդունենք ես հաշվում եմ 115 միավորից ես իմ բոլոր քարերը, խաղաքարերը կհանեմ եւ կհաղթեմ, դիմացինին ասենք 130 15 միավոր ինքը ինձանից հետ է մնում միավորների տեսակետից։ Դա ինչ է նշանակում։ 15-ը նշանակում է մի հատ 3-3, դա 12 միավոր, 4 անգամ 3 12, ընդեղ էլ ինչ մնաց 13, մի հատ էլ իքիբիր, այսինքն 2-1, բայց զառերի դեպքում իմ ձեռքն է, ես պետքա նետեմ, մինիմում նետումի ժամանակ 7-ը պետքա գա, հələ 7 էլ դրա վրա պետքա մենք գումարենք։ Դիմացի խաղացողը, եթե պրոֆեսիոնալ խաղացող է, միավորները հաշվի առնում, տեսնում է, որ մի 20 միավոր ինքը ինձանից հետ է, միանշանակ խաղում ասում է 1-0 քեզ։ Այսպես խաղը ավարտվում է, անցնում ենք հաջորդ օրին։ Խաղալու ընթացքում, խաղը վերջանալուց հետո մեր մոտ ինչպես է, հաղթողը զառը նետում է։ Բայց այստեղ նման բան չկա։ Ամեն մի խաղացող նետում է մի զառ, ընդունենք դուք բերեցիք 1, ես բերեցի 3, ես արդեն 3-1-ը խաղում եմ։ 3-1-ը արդեն խաղում։ Արդեն հաջորդ նետումը մեր դիմացինինն է։ Սա ինչի համար է արվում, որտեվ առաջի զառ նետողը ընդունենք 6-6, 3-3, 1-1, 4-4, առաջի զառի այդ լավ նետման ժամանակ որ բերեց ինքը կունենա մեծ դիրքային առավելություն, իսկ այս դեպքում բալանսը պահվում է, գոնե դիմացի խաղացողը զառը զույգել նետի, գոնե կգա կհավասարվի միավորներով այդքան տարբերություն չի լինի։ Շատ լավ, հետաքրքիր է։ Այո։ Եվ եւս մի փոքրիկ դուք ինձ ասում եք, խոսում ենք հաղորդումից առաջ կապված 5 քարերի հետ, 5 զառերը 5 հատ որ հաշվարկ ենք անում։ Դա էլ կբացահայտենք, եթե կա, ես որպես հեռուստադիտող հիմա նստած։ Լավ, շատ բարի։ Ես այսպիսի մի խնդիր որպես մի հատ փորձենք, ես հիմա հեռուստադիտող հաշվարկի հետ կապված Արմեն ջան, ես ձեզ եմ առաջարկում։ Մի հատ փորձենք։ Ընդունենք հեռուստադիտողներ, հիմա պատկերացեք ես ձեր կողմից եմ, այտենց ես ձեր կողմից եմ հիմա։ Հիմա Արմեն ջան, ես ձեզ առաջարկում եմ 3 հատ ցանկացած զառ խաղակ, ցանկացած զառի դեպքում 1 2 3 4 5 6 այս բոլոր այս տները այսպես փակեք։ 3 հատ ցանկացած զառի դեպքում, այն ինչ որ դուք կուզեք։ Այսինքն 3 ցանկացած 3 հատ ցանկացած զառի դեպքում ստանաք այս դիրքը։ Ես հիմա կարող եմ գցել 3 զառ։ Չէ, չես գցում, ասում ես ու խաղում ես, ասենք։
Նետում պետք չի։ Ասենք միանշանակ, ասենք Օրինակ, ես համոզված եմ, որ չգիտես, հա, դե ես համոզված եմ չգիտես, բայց սա գաղտնիք չի ինձ համար, ես կուզեմ մեր հեռուստադիտողին ցույց տամ, հա։ Սա խնդիր է։ 3-3, 2, 3 եւ 4։ 3-3։ Հաջորդ զառը ես խաղում եմ 4-4։ 2, 3 եւ 4։ Երրորդ զառը ես խաղում եմ 6-6։ Սա 2, սա էլ 2։ Եվ 3 զառի դեպքում մենք ստացանք այս դիրքը։ Մարս կարելի ասել, որ Չէ, մարս չէ, հա, ամենայն դեպս։ Այս երկու քարի դեպքում կարելի ասել, չէ, մի 10% Մարսի հնարավորություն կարա լինի, եթե 3-4 քարը լիներ, ասենք հավանականություն մեծա Մարս լինելու։ Շատ լավ։ Սա ասենք կարճ նարդու խաղի ընթացքում որպես խնդիրներ շատ կան։ Ես հիմա մի հատ ասենք երկար նարդու հետ կապված նորից մի խնդիր կառաջարկեմ եւ դրա պատասխանը եւ ձեզ կասեմ եւ մեր հեռուստադիտողին, դրանից բացի ես այսպեսի մի, չգիտեմ, երևի շատերը կարող է ես մի քանի տեղ ասել եմ, այստեղ Հայաստանում էլ գիտեն, ընդունենք ես 5 զառն Արմեն ջան, 5 զառ, քանի զառ ուզում ես այստեղից վերցրա, քանի զառ կուզես, այս 8 զառերից քանի հատ ուզում ես վերցրա։ 3 հատ։ 3 հատ վերցրա։ Վերցրեցի 3։ Հիմա այդ 3 հատը նետում ես, ես չեմ նայում ինչ ես նետել։ Շատ լավ։ Չեմ նայում։ Դե դուք կողնայք նետեցի։ Այո, ես նայեմ։ Նետեցի, ահա։ Նետել ես։ Այո։ Հիմա այդ զառերից մի զառը ինձ դու ասում ես ինչա կանգնել։ Վերևի թիվն ես ասում։ Վերևի թիվը մեկը։ Մեկն ես ասում։ 6։ Հիմա այս 3-ը գումարում ես իրար, վերևի Բոլոր 3-ը։ բոլոր 3-ը գումարում ես իրար։ Գումարեցի եւ դրա տակի թվերն էլ գումարում ես իրար, ես քեզ պատասխանը ասում եմ ինչա։ Ահա։ Գումարեցի։ Այո։ Ինձ թվում է 21։ Այո։ Սիրել, բրավո։ Սիրել երբատիտողներ, ես ցույց տամ, փաստորեն նայեք։ 6-4-3, խնդրեմ խոշոր պլանով 6-4-3 դա 13 6-4-3 13 եւ հակառակ կողմը 14, 17 եւ 21։ Ահա, խնդրեմ, բրավո։ Ես մի խնդիր էլ ես կասեմ, ահա, երկարի ասենք, դա այն պրոֆեսիոնալ նարդի խաղացողները գիտեն, ես կուզեմ մեր հեռուստադիտողը թող ավելի ոնց որ ասած պատկերացում կազմի երկար նարդու հետ կապված, Արմեն ջան, ընդունենք զառ չկա, զառ չկա, մեկին հնարավորություն է տրված, սկզբից մինչև վերջ խաղանի 1-1, մյուսը խաղանի 6-6, դուք որ մինչև վերջ, մեկը խաղա 6-6, մյուսը խաղում է 1-1, սկզբից մինչև վերջ, ով շուտ կվերջացնի խաղը։ Ով շուտ, հա, դե եթե տրամաբանություն պետք է երևի ով 6-6, բայց երևի 1-1-ը, հա, շուտ կվերջացնի։ Հիմա տեսեք, եթե խնդրի պատասխանը չգիտեք, այսինքն 6-1-ը խաղում է 6-6 միշտ, մեկը խաղում է սկզբից մինչև վերջ, մինչև հանելը, մեկը 6-6, մյուսը 1-1, ահա, այստեղ հաղթում է մեկը, մի զառն է հաղթում, կամ 1-1-ը կամ 6-6-ը, ես դրա պատասխանը գիտեմ, որ հաղթում է 1-1-ը 100%-ով, 1-1-ն է հաղթում, բայց եթե դու դրա պատասխանը չգիտես, Արմեն ջան, իմ հետ խաղալուց ես եւ 1-1-ով քեզ կհաղթեմ եւ 6-6-ով։ Քանի որ խնդրի պատասխանը չգիտես։ Շատ լավ, այո։ Բայց հաղթում է 100%-ով 1-1 խաղացողը։ Սիրելի հեռուստադիտողներ, այո, նույնպես կարող եք հենց հիմա մեր հաղորդումից հետո օրինակ փորձել, կամ ոչ միայն մեր հաղորդումից հետո առհասարակ փորձեք երկար նարդու մասին է խոսքը, մի հոգի խաղում է, այսինքն առանց զառ, առանց զառ։ Մեկը խաղում է 1-1, միջև խաղի վերջին մեկը 6-6։ Տվյալ պարագայում դե տեսնենք 1-1-ը ոնց է հաղթում, այ տենց։ Շատ լավ։ Եվ նարդին ես ձեզ ասեմ Արմեն ջան, շատ հետաքրքիր պատմություն ունի։ Մենք Հայաստանի հավաքականով, Հայաստանի լավագույն խաղացողներով մասնակցել ենք աշխարհի գրեթե բոլոր լավ միջազգային առաջնություններին եւ ունեցել ենք բարձր պարգևներ։ Մինչեւ անգամ ես խաղացել եմ իմ ընկերների հետ միասին Լևոն Տեր-Պետրոսյանի,
որը որ շախմատիստ Տիգրան Պետրոսյանի հայրն է։ Տիգրան Պետրոսյանը մեր հյուրն է եղել հաղորդման։ Ես շատ ուրախ եմ, իմ լավագույն ընկերներն են, ես Լյովայի հետ ընկերություն եմ անում եւ լավ խաղացողներ, մենք Թուրքիայում մինչեւ անգամ առաջի տեղը գրավեցինք, մինչեւ եթե այդ ժամանակ իրանք չէին ուզում ասեին հաղթողը Հայաստանից է, ես քանի որ թուրքերենին լավ տիրապետելով թուրքերեն լեզվին, ես ասեցի մինչև չասեք Հայաստանից հաղթող, Խաչիկ Մելիքյան, Լևոն Պետրոսյան, մենք մրցանակը չենք ստանա, դա մեզ մար պատիվ է։ Միանշանակ, եւ դա եղել է թուրքական Կիպրոսում եւ Ստամբուլ քաղաքում մենք ունեցել ենք լուրջ հաջողություններ, առաջի տեղ։ Բրավո։ Պարոն Խաչիկ, ես շնորհակալություն եմ հայտնում, իդեպ դուք արդեն նշեցիք, որ մի քանի օրից մեկն-մեկ կրկին նոր մրցաշարի, մաղթում եմ իհարկե հաղթանակով անպայման վերադարձ եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս հրաշալի լավ հարցազրույցի համար եւ կարծում եմ շատ մեր հեռուստադիտողները բազմաթիվ շատ նոր բաներ իմացան այս հրաշալի խաղի մասին եւ որի համար ձեզ շնորհակալություն եմ հայտնում։ Ես կուզեմ իմ շնորհակալությունը հայտնել AMGA հեռուստաընկերությանը, տնօրինությանը եւ անձամբ ձեզ Արմեն ջան, այս գեղեցիկ անակնկալ ինձ մատուցելու համար եւ իմ կողմից, ինչու՞ չէ ֆեդերացիայի կողմից այս միջազգային զառերը, 3 զույգ զառեր, ես կուզեմ նվիրել ձեզ, շնորհակալություն, փոխանցելով մի զույգը ձեզ, տնօրենին, մեր լավագույն ընկերոջը եւ մյուսումը որ կցանկանաք։ Շնորհակալություն։ Թող ձեզ հաջողություն։ Թող ձեզ հաջողություն բերի բերի։ բոլորիս, այո, շնորհակալ եմ։ Ես շատ ուրախ եմ։ Շնորհակալություն։ Շատ Շատ հաճելի էր։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր այսքանը եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ այսօր Armenian Evening նախագծի հյուրներ Հայաստանի Նարդու ազգային ֆեդերացիայի նախագահ, աշխարհի չեմպիոն եւ գավաթակիր, մի շարք միջազգային մրցաշարերի մրցանակակիր, Հայաստանի միակ քառակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ պարոն Խաչիկ Մելիքյանը։ Շնորհակալություն եւ ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մենք անպայման կհանդիպենք ընդամենը 1 շաբաթ անց։ Առողջ եղեք։ Lido Palms Resort and Spa. Оздоровительный центр в Desert Hot Springs, недалеко от Palm Springs, предлагает вам незабываемый отдых. Открытые и закрытые бассейны, джакузи, горячая минеральная целебная вода, специальный массажный кабинет, спа и бесплатная парковка. В оздоровительном центре 10 отдельных номеров, оборудованных всем необходимым для полноценного и качественного отдыха, включая санузел и кухню. Ванны с горячей минеральной водой полезны при болях в костях, отложениях солей, проблемах с нервной системой и многих других недугах. Прекрасный целебный отдых в оздоровительном центре Lido Palms Resort and Spa. Бронируйте номера заранее по телефону 760 329 60 33. Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Նախագծի հովանավոր Մոնտե Մարկետ։ Անի ջան, էսուր։ Monte Carlo, Armen ջան։ Ես էլ Մոնտե Մարկետ։ Նոր խանութ, նոր Հոլիվուդում։ Հայկական տեսականի, միրգ բանջարեղեն, թարմ մսամթեր եւ համով խորոված։ Մոնտե Մարկետ։ Մաչելի գներ, հաճելի սպասարկում։